Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Civic-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին։ Բարև ձեզ, պարոն Հովհաննիսյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Մեկ օր առաջ Փարաքարում տեղի ունեցավ ողբերգական դեպք, սպանվեց իր տան առջև Փարաքար համայնքի ղեկավար Վոլոդիա Գրիգորյանը եւ անմիջապես դեռ դեպքի մանրամասները հայտնի չեն, ընդդիմությունը լծվեց ձեզ մեղադրելուն, թե իշխանությունների ամենաթողության արդյունքն է, այլախոհներին սպանում են եւ այս տեսակ հայտարարություններ, ես խնդրեմ իրավական եւ քաղաքական մասով ձեր գնահատականը։ Նախ ես բնավ չեմ ուզի հիմա որևէ քաղաքական աստար տալ տեղի ունեցած իրադարձությանը եւ ցավակցություններս եմ հայտնում բնականաբար ուրեմն պարոն Գրիգորյանի ընտանիքի անդամներին։ Սա ողբերգություն է, որովհետեւ պարոն Գրիգորյանը ընտանիքի հայր էր, ամուսին էր եւ ես ցավակցում եմ նրա բոլոր հարազատներին, ընկերներին եւ առաջին հերթին բնականաբար իր ընտանիքի անդամներին։ Իսկ գալով արդեն ձեր հարցին ողբերգությունն է ուղղակի, որ Հայաստանի Հանրապետությունում ուրեմն քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածը օկուպացրած մարդիկ, ըստ էության նախկին նախագահների հետ փոխկապակցված քաղաքական ուժերը վիշտ, ցավ եւ ողբերգություն են ման գալիս մեր երկրում, որ կապիտալիզացնեն դա որպես քաղաքական միավոր։ Ինչ տեղի է ունենում մեր երկրում կլինի դա մարդկային ողբերգություն եւ առաջին հերթին մարդկային ցանկացած ողբերգություն մենք տեսնում ենք, որ ընդդիմության կողմից նման ձևակերպումների է արժանանում եւ քաղաքական միանգամից աստար է տրվում, մի կողմ դնելով ընդհանուր մինչեւ այդ մարդկանց հարազատների վիշտը եւ ողբերգությունը մենք ընդհանուր տեսնում ենք, որ նաեւ լրագրության հետ կապ չունեցող երևույթներ են տեղի ունենում, երբ լրատվամիջոցները կարող են գնալ, հա, մարդկանց ամենահուզական իրավիճակներում տեսանկար հանել, հետո դա հրապարակել, ուրեմն, այսինքն մարդու ամենահուզական վիճակում դու իրեն նկար հանես, հրապարակես ու հետո արդեն այս հուզական ֆոնը ապահովելուց հետո էլ սկսես քաղաքական մեկնաբանություններ տալ առայն, որ սա քաղաքական պատվեր է եւ այլն եւ այդպես շարունակ։ Սրա մասին խոսում են մարդիկ, ուրեմն պետք է սա արձանագրել, որոնց կառավարման տարիներին Հայաստանի Հանրապետությունում անընդհատ եւ բազմաթիվ են օրինակները տեղի են ունենում քաղաքական սպանություններ։ Այսինքն շատ հերվից եթե գանք, պետք է սկսենք բնականաբար հոկտեմբերի 27-ից, դրանից առաջ էլ տեղի ունեցած մի շարք իրադարձություններ են տեղի ունեցել հատկապես 90-ականներին, որոնց վրա մինչև այսօր էլ լույս չի սփռվել, որովհետև դրանք 90-ականներն էին։ 2000-ականներին Պողոս Պողոսյանին են Քոչարյանի թիկնապահները սպանում, ուրեմն Պապլավոկի զուգարանում, Տիգրան Նաղդալյանին են իր տան դիմաց սպանում եւ մի շարք այլ քաղաքական սպանություններ, առևանգումներ, ծեծուջարդ եւ այլն եւ հիմա այդ մարդկանց հետ փոխկապակցված շրջանակները պարզապես փորձում են հավասարության նշան դնել նաեւ այս իրավիճակում, որովհետեւ ես արդեն շատ վաղուց եմ նկատել, երբ որ ընդդիմությանը մեղադրանք է հնչում առայն, որ նրանց այս կամ այն կառավարման տարիներին կոռուպցիա է եղել, ամենաթողությունն է եղել, էս է եղել, այն է եղել, մարդիկ այլևս չեն հերքում, չեն ասում, չէ, դուք ճիշտ չեք ասում։ Ինչ են ասում, գալիս են ասում են ձեր ժամանակ էլ կա կոռուպցիա, ձեր ժամանակ էլ կա ամենաթողություն, ձեր ժամանակ էլ չկա խոսքի ազատություն, այսինքն նրանք փաստում են, որ իրենց ժամանակ այդ ամեն ինչը եղել է եւ արդեն դրա դեմ պայքարել էլ ըստ էության չեն կարող, որտեղ ներողություն մարդիկ կներեք ձուկ չեն էլի, որ մեկ ժամը մեկ մոռանան իրենց հետ ինչա տեղի ունեցել եւ հիմա էլ արդեն այս դրվագում եւ սա նոր չի, այսինքն նախորդիվ տեղի ունեցած էլի ցավալի դեպքեր են եղել դատարանում, հա, էլի ինդիմադիր գործիչ մահացել առողջական պատճառները, որը էլի բնութագրվում է մինչև այսօր որպես քաղաքական պատվեր եւ մեղադրանքներ է փորձում ուղղվել իշխանության ուղղությամբ, նույնը այս դեպքը կրկին վիշտը փորձ արվում ողբերգությունը փորձ արվում օգտագործել որպես քաղաքական դիվիդենդ հավասարության նշան դնելու համար։ Աննա Մկրտչյանն էր շատ ագրեսիվ կերպով արձագանքել վարչապետին մեղադրել Վոլոդիա Գրիգորյանի սպանության մեջ, մինչդեռ հենց իրենց հարևան համայնքում տարիներ առաջ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք սպանվեց Պրոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանը, բայց դրա մասին չեն խոսում։ Ես հենց դա եմ ասում, որ ուրեմն մարդիկ ըստ էության չհերքելով, որ իրենց կառավարման տարիներին Հայաստանում եղել են քաղաքական սպանություններ, փորձում են հավասարության նշան դնել մեր եւ իրենց միջև յուրաքանչյուր ողբերգություն, վիշտ, միջադեպ փաթեթավորելով որպես ուրեմն քաղաքական եւ երկրորդ արդեն փուլով էլ դա ներկայացնելով որպես իշխանության կողմից կազմակերպված
ինչ որ գործողություն, սա անբարոյականություն էլ չի, ներողություն, սա անմարդկային է։ Անմարդկային է ուղղակի վիշտը փորձել այսպես կապիտալիզացնել եւ վշտի այս վաճառականների գործունեությունը արդեն տանելի չի ըստ էության, իսկ ձեր հիշատակած падգամավորը ավելի լավ է իր հոր գործերով զբաղվի, ով ուրեմն թալանել է իրենց հայրենի գյուղը եւ այլն եւ այդպես շարունակ փոխարենը մարդկանց ուրեմն մեղադրանքներ հնչեցնի, բայց ես առհասարակ դեպքի մասին խոսելիս պետքա արձանագրեմ, որ սա անընդունելի ուրեմն իրավիճակ է եւ Հայաստանի Հանրապետությունում պետքա բացառել առհասարակ նման իրավիճակները, ուժային մարմինները, իրավապահ մարմիններն այստեղ մեծ անելիք ունեն, ոչ միայն դեպքի բացահայտման իմաստով, այլև նման դեպքերի կանխարգելման առումով եւ յուրաքանչյուր ուրեմն խմբավորումներ կլինեն, քրեական ենթամշակույթին հարող ուրեմն խմբեր կլինեն, դրանք պետքա ուրեմն մանրադիտակի տակ առնվեն, որպեսզի մենք բացառենք ուրեմն նման քրեական ենթամշակույթին հարող իրադարձությունների զարգացումը մեր երկրում, հատկապես նման վերջաբանով։ Վարչապետը իր ցավակցական խոսքում նաև դիտողություններ արել իրավապահներին, նախ կոչեր արել անմիջապես հայտնաբերել այդ սպանությունը կատարած անձանց եւ նաև նշել էր, որ վերլուծություն պետք է արվի, թե ինչու են բռնություններ եղել եւ ով է մեղավոր, ով ինչ չի արել եւ վերլուծություններից հետո կարվեն հետեւություններ։ Հնարավոր է այդ հետեւություններին հետևեն պաշտոնանկություններ իրավապահ համակարգում։ Դա կախված է բնականաբար այն հետևություններից, որոնք կարվեն, բայց միանշանակ է, եթե արձանագրվի, որ կա որևէ դրվագ բաց թողում իրավապահ մարմինների կողմից, համապատասխան կառույցի ղեկավարները պետք է ամենախիստ ուրեմն պատժին արժանանան այս իմաստով, բայց ես հույս ունեմ, որ նման իրավիճակի հետ մենք գործ չենք ունենա, բայց ամեն դեպքում իրավապահ մարմինները մեծ անելիք ունեն նման միջադեպերը ողբերգալի կանխարգելելու ուղղությամբ աշխատանքներ տանելու առումով, որովհետև այո, չափազանց կարևոր է այս դեպքի բացահայտումը օր առաջ, բայց նաև չափազանց կարևոր է հետագայում նման դեպքերի կանխարգելումը համապատասխան օպերատիվ միջոցառումների միջոցով։ Երբ վարչապետը ԿՊ համագումարի ժամանակ հայտարարեց 4-րդ հանրապետության հռչակման մասին, ընդդիմությունը անմիջապես լցվեց լաց ու շիվան կապելով, թե 3-րդ հանրապետության վախճանն է, դեպի կորուստ են գնում եւ այս տեսակ հայտարարություններ, հնարավոր է այս ամբողջ ընթացքը նրանք այնպես կարողանան շահարկել, որ ազդեն հանրային տրամադրությունների վրա։ Գիտեք, ես չեմ կարծում, որ այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը հատկապես իր այսքան արածներից, հետո ասածներից եւ նաեւ վերջի տարիների խորհրդարանական իրենց գործունեությունից եւ մեր պետականությունը տված իրենց վնասներից հետո կարող են առհասարակ հանրային տրամադրությունների վրա որևէ ազդեցություն ունենա։ Կարող են մեր հանրությանը այո ներվայնացնել, կարող են հունից հանել որոշ մարդկանց, բայց այսքանը ուրիշ ոչ մի բան, դա էլ իրենց անմարդկային տեղ-տեղ որակումներով եւ այլն եւ այդպես շարունակ։ Ըստ էության այո մեր կուսակցության համագումարի ընթացքում ընդունվեց հռչակագիրը քաղաքացիական պայմանագիր կուսակցության, ես ուզում եմ առանձնահատուկ արձանագրել, որ սա քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընդունած հռչակագիրն է 4-րդ հանրապետություն հռչակելու մասին, որը որ մենք մեզ համար որպես ռազմավարական ուղենիշ ենք դիտարկում, այսինքն 9 կետից բաղկացած ուրեմն հռչակագիրը հստակ արտահայտում է այն մոտեցումներն, այն ռազմավարությունը, այն սկզբունքներն ու գաղափարները, որոնց հիման վրա մենք կառուցում ենք մեր քաղաքականությունը, եւ ըստ էության հռչակագրում հստակ արտահայտված են նաեւ վերջին տարիների զարգացումների արդյունքում տեղի ունեցած ուրեմն ձեռքբերումները, հիմնականում բնականաբար արտաքին քաղաքականության իմաստով, տարածքների ապաշրջափակման իմաստով, խաղաղության խաչմերուկի իմաստով, եւ մենք այստեղ կարծում եմ այնպիսի ուղենիշներ ենք արդեն եւ գաղափարներ ենք ներառել, որ ընդդիմությունը այս տեքստը կարդալով շատ լավ հասկանում է, որ ուրեմն նոր իրողությունների պայմանում Հայաստանի, այսպես ասած, 4-րդ հանրապետության հռչակման իրավիճակում նրանք այս երկրում անելիք չունեն, որովհետեւ մի երկրում, որտեղ կա կրթության բարձր մակարդակ, հետեւաբար նրանք մարդկանց չեն կարողանալու մոլորեցնել։ Մի երկրում, որտեղ կա կոռուպցիայի դեմ պայքար, հետեւաբար նրանք չեն կարողանալու կներեք արտահայտությանս այլևս լափել։ Մի երկրում, որտեղ ուրեմն առաջնահերթությունը ապօրինի գույքի բռնագանձում, նրանք հասկանում են, որ վաղ թե ուշ ժողովրդական լեզվով ասած իրենց տներին են հասնելու եւ բառիսում ուղիղ իմաստով են իրենց տներին հասնելու, որտեղ հարցաթեթ տները իրենց որտեղից։ Եվ եթե շարունակեմ, ապա ժողովրդավարությունն է իրանց վնաս,
ապաշրջափակումն է իրանց վնաս, որովհետև իրանց տերերի առաջադրանքները չեն կարողանալու կատարել։ Տնտեսական զարգացումն է իրանց վնաս, որովհետև տնտեսության ազատականացման պայմաններում նրանք, որոնք տարիների ընթացքում մեծ բիզնեսներ եւ միավորներ են կուտակել շատ դեպքերում նաեւ բնական մենաշնորհների ճանապարհով առաջ շարժվելու, այլևս չեն կարողանալու ապրել այնպես, ինչպես որ ապրում էին։ Այսինքն իրական Հայաստանը եւ 4-րդ հանրապետության հռչակագիրը ըստ էության իրական Հայաստանի մասին է, իրական Հայաստանում 2018-ից առաջ Հայաստանի Հանրապետությունը զավթած որևէ քաղաքական գործիչ տեղ չի ունենալու եւ դրա համար էլ նրանք պայքարում են խաղաղության դեմ, ժողովրդավարության դեմ, կրթության դեմ, լուսավորության դեմ, մաքրության դեմ, ամեն ինչի դեմ պայքարում են, ինչը Հայաստանի Հանրապետության ապագայի եւ բարեկեցության մասին է։ Անդիմության որոշ ներկայացուցիչներ խոսում են, ասում են մենք էլ ենք խաղաղություն ուզում, բայց ձեզնով չենք ուզում, նկատի ունեն ձեր իշխանությանը։ ՀԿ-ական մի կարկառուն ներկայացուցիչ ավելի հեռուն գնաց օրերս հայտարարեց, որ հա պատերազմ ենք ուզում լրագրողի հարցինի պատասխան, բայց ձեզնով չենք ուզում, այդ իսկանդերները կթռչեն դեպի Բաքու, եթե պետք լինի։ Ինչ տարօրինակ իրարամերժ հայտարարություններ են անում եւ ինչ են ուզում ի վերջո նրանք։ Գիտեք, ես չեմ ուզում մենք ըստ էության ելնենք նրանից, թե ինչ է ասում ընդդիմությունը։ Ինչպես օրինակ մեր արտաքին քաղաքականությունը կառուցելիս մենք չենք ելնում եւ շարունակում ենք չելնել նրանից, թե ինչ են ասում ուրիշները։ Մենք առաջ ենք շարժվում այն օրակարգով, որը որ բխում է Հայաստանի Հանրապետության պետական շահերից։ Եվ հիմա ինչ էլ ուզում է ասի ընդդիմությունը։ Նախ ընդդիմադիր շրջանակները որևէ հստակ բան Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չեն առաջարկում։ Այսինքն այդ տեքստերը, որոնք ավելի շատ մարդկանց վիրավորելու, զրպարտելու, իրականությունը խեղաթյուրելու մասին են եւ նաեւ ինչպես դուք իրավացիորեն նշեցիք, ես էլ եմ նկատել, որ նաեւ պատերազմի կոչեր են ըստ էության հնչում, այս թեզերը եւ խոսույթը տեղ չունի մեր հանդության շրջանում։ Մենք չենք տրվելու ուրեմն նման խոսույթին, որովհետեւ ես այս խոսույթը իրականում դիտարկում եմ որպես սադրանք, որ մենք եւ հանրությունը շեղվենք եւ ինչ որ անիմաստ քննարկումների եւ անիմաստ բովանդակության մեջ մտնենք, որը մեզ ոչ միտեղ չի տանելու եւ միայն իրավիճակն է լարելու եւ ավելի անհասկանալի է դարձնելու այն ամենը, ինչ որ մեր շուրջը կատարվում է։ Կա հստակ իրավիճակ։ Հատկապես օգոստոսի 8-ից հետո ես ուզում եմ արձանագրենք այդ իրավիճակը օգոստոսի 8-ից հետո, որովհետև դրանից հետո են հատկապես ջղաձգումները սկսվել ընդդիմադիր դաշտում։ Մենք ֆիքսել ենք նոր իրողություն, ԱՄՆ-ում պատմական փաստաթղթեր են ստորագրվել ճանապարհների ապաշրջափակման մասին, TRIP-ի մասին, խաղաղության խաչմերուկի մեր կողմից մշակված ծրագրի ներդրումների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ եւ այլն եւ այդպես շարունակ եւ սա նոր իրողություն է Հայաստանի համար եւ մենք այս ուղղությամբ աշխատանքներ ենք տանելու արդեն իսկ փոխանցվել է առաջին ուրեմն գումարը նաեւ 145 միլիոն դոլար, եթե ես չեմ սխալվում, որը հենց TRIP-ի աշխատանքների ուղղությամբ աշխատանքները մեկնարկելու մասին են, որը ավելի շատ գումար է օրինակ, քան գույք պարքի դիմացի ժամանակ, երբ որ Հայաստանից Քոչյանը ինչ ուներ տվեց, եթե չեմ սխալվում 120 միլիոն դոլարի դիմաց։ Հիմա հասկանում եք, չէ՞, ինչի մասին ենք մենք խոսում։ Եվ այս նոր իրականության մեջ այդ հին երգերը թեզերը այդտեղ չունեն, այդ դաշնակների հայդուկական տրամադրությունները, չգիտեմ, սերժականների ինչ որ պատերազմական կոչերը, ումով եք ուզում պատերազմեք, ում ворթիներով, ով եք դուք ընդհանրապես, որ այդքանից հետո գալիս եք եւ հələ մի հատ էլ փորձում եք դեմ լինել խաղաղության եւ մարդկանց փորձել տանել նոր այրոնահեղությունների։ Մենք դա թույլ չենք տալու, մենք գնալու ենք մեր օրակարգով, մեր օրակարգը խաղաղության օրակարգն է, որը ձևավորվել է 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում հենց ժողովրդի շուրթերից։ Եվ մենք սա իրականություն ենք դարձնելու եւ այո, մեր կուսակցությունն այլևս ունի հռչակագիր 4-րդ հանրապետություն հռչակելու մասին եւ մենք այն դարձնելու ենք հիմք մեր հետագա ռազմավարությունների, որոշումների եւ այլն եւ այդպես շարունակ։ Արդեն մի քանի օր է ինտենսիվ բանավեճ է գնում հերակաբանավեճ Նիկոլ Փաշինյանի եւ 3 նախագահների ու նրանց աշխատակազմերի միջև, թեև ամենաակտիվը Արձագանքում Լևոն Տեր-Պետրոսյանը իր վերջին գրառումը ընթերցեմ, Ղարաբաղի վերաբերյալ իմ թեզերը Փաշինյանը կործանեց Ստեփանակերտում, հայտարարելով Արցախը Հայաստանը եւ վերջ ու հետո պատերազմ բերեց։ Ղարաբաղյան իմ քաղաքականությունը ոչ մի կապ չունի իր քաղաքականության հետ, բացարձակապես ոչ մի կապ չունի։ Դա կեղծ համեմատություն է։ Եւ մի հարց էլ հավելեմ, ինչ են հրաժարվում վարչապետի հետ բանավիճելուց։ Դե հենց այդ վերջի հարցից պետք է սկսեմ, դուք որ ասում եք հերակա բանավեճ կա, բանավեճ չկա ուղղակի բանավեճ, կա Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից իրողությունների արձանագրում եւ դրանի պատասխան կա ինչ որ վիրավորանք
կա զրպարտություն, կա էլի իրական փաստերի, ուրեմն խեղաթյուրում։ Ես նախ ուրախ եմ, որ տեսա վերջապես Լևոն Տեր-Պետրոսյանին իր շուրթերով, որ այդ տեքստերն ասում է, որովհետև մի բան մտածում էի, որ պարոն Տեր-Պետրոսյանին քաղաքական թրաֆիկինգի են ենթարկում եւ ինքը տեղեկել չի իր Facebook-յան էջով եւ պաշտոնական էջով ընդհանրապես ինչ են գրում եւ ինչի մասին, որովհետև ես զարմացած եմ, որ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը, ով ուրեմն լավագույնս է տիրապետում բանակցային գործընթացի հատկապես մեկնարկային կետին, թե ինչից է ամեն սկսվել, ինչպես է եղել եւ ինչպես ենք մենք մսխել այն ձեռքբերումները, որ մենք ունեցել ենք, այդքանից հետո մի հատ էլ դուրս է գալիս եւ ուրեմն խոսում է Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կողմից։ Ինքն էր, չէ՞, ոնց որ անվանում երկգլխանի հրեշ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, ինքն էլ ոնց որ այդ հրեշի երրորդ գլուխն է, փաստորեն, չէ՞, ինքը այդ հրեշի երրորդ գլուխն է, այն մեջտեղի գլուխն է, որ ուզում է այս երկու գլուխները կտրի, մնա մենակ ինքը որպես գլխավոր հրեշ։ Ես հարահավաքային ելույթը նկատի ունեմ, որ ասած ներողություն եմ խնդրում սև օծը ձեր վզի կամ այդ մի կտորը երևի այդ սև օծի բաց եմ թողել։ Առնվազն իրենց այդ ասելիքը, իրենց ասելիքը եւ խոսելիքը կարծում եմ վարչապետը հստակ նշել է որտեղ պետք է լինի եւ ինչ ձևաչափով, եթե ասելիք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացուն եւ եթե արձագանք ունեն այն ամեն ինչին, ինչ որ վարչապետը իրենց ասում է, թող գան հրապարակային կանգնեն եւ մասնակցեն այդ բանավեճին, թե չէ կներեք, sense հերվից ինչ որ մի բան ասել իրանց լրատվամիջոցների միջոցով կամ իրենց հետ փոխկապակցված ինչ որ մանր-մուներ մարդկանց միջոցով, այդ sense ասած դա հաշիվ չի։ Եկեք կանգնեք ուղիղ եթերում տեսախցիկների առաջ, ուղիղ եթերում եւ պատասխանեք ձեզ ուղված մեղադրանքներին եւ դուք էլ մեղադրանքներ հնչեք եւ լսեք այդ մեղադրանքների պատասխանները, բայց նրանք դա երբեք չեն անի։ Երբեք չեն անի, որովհետև քաղաքականապես, քաղաքական առումով, եթե նրանք վարչապետի հետ մտնեն մի տաղավար բանավեճի, քաղաքական առումով նրանք այդ տաղավարից դուրս չեն գալու էլ երբեք։ Իրանք սա շատ լավ գիտեն եւ դրա համար չեն գալու, այսպես ասած, իրանք ձեռով իրանք վրա քարը չեն դնելու, էլի գան վարչապետի հետ ներողություն բանավեճի։ Եվ այստեղ է, երբ որ հրապարակային կա բանավեճի հրավեր եւ մյուս կողմում այդ հրավերին չկա արձագանք եւ կան վիրավորանքներ եւ զրպարտություններ եւ ինչ-որ անիմաստ բովանդակության տեքստեր, այդ մարդիկ ըստ էության գնալով անլրջանում են եւ ես խորհուրդ կտամ մեր քաղաքացիները ընդհանրապես ուրեմն առաջ շարժվել են օրակարգերով, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության պետական շահից, դա խաղաղության օրակարգն է, դա խաղաղության խաչմերուկն է, դա տարածքների, մեր ճանապարհների ապաշրջափակումն է, իսկ այս մարդկանց ուղղակի բանատեղ չդնեն։ Լևոն Զուրաբյանը հրապարակային մի գրառում էր արել եւ հրապարակային խնդրում էր Լևոն Տեր-Պետրոսյանից նրա փոխարեն գնալ եւ բանավիճել Նիկոլ Փաշինյանի հետ, ամբողջ հոդվածը չեմ ներբերի, որտեղ վիրավորական Լևոն Զուրաբյանը շատ փոքր մարդ է, որ բանավիճի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Լևոն Զուրաբյանը ավելի լավ հանգիստ նստի իր տեղը եւ խմբագրի Լևոն Տեր-Պետրոսյանի Facebook-յան էջը։ Խոսենք նաեւ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մի հայտարարության մասին, նա օրերս հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է Ռուսաստանի Դաշնության հետ միություն կազմի եւ ավելի մի ճռճռան բան է ասել, ՀՀ-ն իրենից ինչ է ներկայացնում, որ չկազմի։ Խնդրեմ այս մասով մեկնաբանեք։ Դա բավականին բարդ է գրական հայերենով եւ եթերային բառապաշարով արձագանքել այս մարդու արտահայտություններին, խայտարակությունն է ուղղակի եւ մեր մտահոգությունների արտահայտումն է, որովհետեւ մենք ըստ էության Գյումրիի ընտրություններից առաջ էլ հստակ ասում ենք, թե ինչ են պլանավորել եւ ինչ են փորձում անել եւ ինչպես են փորձելու գողանալ իշխանությունը գյումրեցուց եւ այդպես էլ արեցին։ Այսինքն քաղաքացիական պայմանագիրը առավելագույն ձայները ստացավ գյումրեցիների, բայց մենք տեսանք, որ այդ խաղի արդյունքում, հա, մի քանի ուժեր ըստ էության գողացան եւ վաճառեցին ձայները, ինչ էր ասում, վաքսի վրի մեյմուն, հա, ինքը իր մասին տենց արտահայտություն էր ոնց որ արել էս վերջերս, այս մարդուն։ Եւ սա է իրողությունը եւ հետո ինչ ենք մենք ակնկալում։ Ինչ ենք մենք այսքանից հետո ակնկալում։ Այս անձնավորությունը քարոզարշավի ժամանակ էր խոսում միութենական պետության մասին, խոսում էր, ասում էր, հեսա Ռուսաստանից ներդրումներ են գալու Գյումրիի, չէ, այսպես բաներ։ Այսինքն ռուսական կայսրության ծիրի մեջ է այս անձնավորությունը պատկերացնում Հայաստանի ապագան։ Ես Հայաստանի Հանրապետության ապագան իր դեպքում չեմ ասում, որտեղ իրանց ասած սցենարում Հայաստանի Հանրապետություն չկա։ Կա Հայաստան, որը ունի գուբերնիայի կարգավիճակ, ինչ որ հեռավոր ծայրագավառի կարգավիճակ, ինչի մասին որ շատ ենք խոսել եւ հիմա այս մարդը ըստ էության
մեր ողջ ընդդիմադիր շրջանակների մարմնավորումն է։ Ինքը իր մեջ մարմնավորում է Սերժին, Քոչարյանին, Լևոնին էլ է մարմնավորում։ Այդ Գյումրու ընտրություններին մասնակցած բոլոր ընդդիմադիրները սենց հավաքական կերպարն է։ Այն ամբողջ կեղտը ընդդիմադիր դաշտի դուրս է գալիս Վարդան Ղուկասյանի բերանից։ Այսինքն դուք կարաք լսեք ինչ է խոսում Վարդան Ղուկասյանը եւ հասկանաք ինչ են մտածում ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները, մասնավորապես Սերժի, Քոչարյանի եւ ինչու՞ չէ նաեւ փաստորեն ստացվում է որ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ փոխկապակցված անձ է։ Պարոն Հովհաննիսյան, նաեւս անդրադարձել է Վալոդիա Գրիգորյանի սպանությանը, մեղադրել բնական իշխանություններին, ակնարկարել, որ այլախոհության պատճառով նրան սպանեցին, իհարկե հիշեցրել է, որ իրեն 2007 թվականի նկատմամբ մահափորձ է եղել եւ խոսում է բանդիտիզմից, ահավոր վարքու բարքերից, իրավական բեսպրեդելից, մի մարդ, որի իշխանության ժամանակ, երբ որ ինքը քաղաքապետ է եղել, անընդհատ կրիմինալ պատմությունների մեջ է եղել։ Ես կարծում եմ, որ մենք չէ որ մեր քաղաքացիներին պետք է ասենք ով է Վարդան Ղուկասյանը, իրան շատ լավ ճանաչում են, բնականաբար վատ իմաստով։ Լավ հիշատակեցիք, այս անձնավորության նկատմամբ մահափորձ է եղել, եթե չեմ սխալվում 2007 Ռոբերտ Քոչյանի կամ երկուսից մեկի էլ արդեն կարևորել չի, որովհետև ըստ էության Լևոնը ծնել է Ռոբերտ Քոչյանին ծնել է Սերժ Սարգսյանին, դրա համար տենց մեծ հաշվով տարբերություն չկա ու մորոք է դա տեղի ունեցել։ Եվ այո 2018-ից առաջ նման բաներ տեղի կունենային, դրա համար սա մինչև այսօր էլ եթե չեմ սխալվում զրահապատ մեքենայով է ման գալիս, որովհետև վախեցած է ուրեմն Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչյանի հետ փոխկապակցված շրջանակներից, չնայած սրանց բարոյականության աստիճանը մի հատ դուք զգացեք։ Այն մարդիկ են վաճառել եւ սրան սարքել քաղաքապետ, ովքեր ըստ ում հետ փոխկապակցված շրջանակները ըստ իր հենց իր դեմ հաղորդած են կազմակերպում։ Դուք հասկանում եք, չէ՞, բարոյականության աստիճանը։ Այսինքն կարելի է ինչի համար, ինչերից կարելի է հետ կանգնել եւ ուրեմն քաղաքապետի աթոռի համար ինչեր կարելի է մոռանալ առասարակ, իսկ շատ չեմ ուզում քննարկել իրականում այս անձնավորությունը, կարծեմ արդեն շատ քննարկեցինք։ Ես ուղղակի կհորդորեմ նրան եւ նրա հետ փոխկապակցված անձանց լեզուները կարճ պահեն, չվիրավորեն հանկարծ ու հանկարծ Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված իշխանություններին, թե չէ մեր արձագանքը շատ կոշտ ու կոպիտ է լինելու։ Չի կարելի ուրեմն նման կերպ արտահայտվել եւ լեզուն այդ կերպ երկարացնել։ Օրինակ Վարդան Ղուկասյանը հիմա որ լսի ձեր հայտարարությունը, կասի հա տեսեք կրկին սպառնալիք եմ հնչեցնում։ Ես սպառնալիք չեմ հնչեցնում։ Ես ասում եմ, որ չի կարելի, ես հորդորում եմ եւ խորհուրդ եմ տալիս, որ ուրեմն Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված իշխանության վերաբերյալ զուսպ լինի իր արտահայտություններում եւ լեզուն կարճ պահի։ Խոսենք նաև Կարապետյաններից, Սամվել Կարապետյանի եղբոր որդին Նարեկ Կարապետյանը շրջում է մարզերում, ժողովրդին ինչ որ գայթակղիչ առաջարկություններ է անում, թե կկառուցեն գործարաններ, եւս տեսակ բաներ, սրա մասով։ Ես տեսա, որ Նարեկ նախ այդ տղայի տեսանյութերը անընդհատ ուզում եմ նայեմ, բայց մինչև վերջ չեմ կարողանում նայել, որովհետև նախ բովանդակությունը չեմ ընկալում, եւ հետո կերպարային ինչ որ խնդիրներ կա։ Ես տեսա, որ ասում են, որ երիտասարդ ընտանիքներին պետք է օգնենք եւ այլն, բայց կառավարության ծրագրերը ինքը չգիտի անգամ, որ մենք բազմաթիվ նման ծրագրեր ունենք եւ մեր երիտասարդ ընտանիքները շատ շնորհակալ եմ կարծում եմ, որ այդ ծրագրերը կան մեր երկրում եւ բազմաթիվ քաղաքացիներ արդեն իսկ օգտվել են եւ շարունակում են օգտվել այդ ծրագրերից եւ մենք էլ ավելի ենք զարգացնելու այդ ծրագրերը։ Ես ուղղակի այս երիտասարդին եւ նրա այդ շրջանակներին պետքա խորհուրդ տան, որ դադարեցնեն Հայաստանը դիտարկել որպես օբյեկտ։ Այսինքն այս օբյեկտ չի էլի կներես, որ դու գաս տեղ մաղարիչներ տալով քեզ ոնց ուզես գաս եւ ոնց ուզես պահես։ Այդ ժամանակներն անցել են, իրանք են փորձել եւ այդ բարեգործության բանն էլ էլի պետք է մի հատ հասկանանք։ Գողացել են ժողովրդից, հետո բերել են բարեգործության ձևով բաժանել են ժողովրդին, այդպիսով ստորացրել են ժողովրդին, հասկանում եք։ Մշտապես ժողովրդին պահել են իրենցից կախման մեջ, որ դե մենք կգանք, ձեզ հեսա էս կտանք, ձեզ դպրոցական պայուսակ կտանք, քեզ 10,000 դրամ փող կտանք, քո վարկերը կփակենք, քո ցանկապատը կսարքենք, էս կանենք, այն կանենք։ Հայաստանի Հանրապետությունը իր բոլոր քաղաքացիների կարիքները հոգում է եւ Հայաստանի Հանրապետությունն այլևս սրանց նմանների կարիքը չունի, ովքեր մեր պետությունը ուրեմն օբյեկտ են որպես դիտարկում եւ փորձում են այսպես մաղարիչներ ծրա ջեբես դնելով, նրա ջեբեն դնելով ինչ որ հարցեր լուծել։ Քաղաքացին շատ լավ մեր հասկանում է, ինչից հետո է, որից հետո է ով բարեկամն է,
եւ իրանց կհորդորեմ ուղակի իրենց ձևով հանգիստ նստեն տեղները եւ ուրեմն չփորձեն փողի եւ ֆինանսական ռեսուրսների միջոցով ազդել Հայաստանի Հանրապետության քաղաքացու վրա։ Իրենց համաժողովի օրը, երբ իրենք ներկայացնում էին այդ ծրագիրը, դրանից հետո այդ նույն բնակարանաշինության լավ վարկեր տալու պատմությունը ես լսում էի եւ ուզում եմ հասկանալ, այս մարդիկ իրոք տեղյակ չեն, որ արդեն քանի տարի շարունակ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ընձեռում է այդ հնարավորությունը երիտասարդ ընտանիքների տարբեր աջակցման ծրագրեր, թե ուզում էին ուղղակի անտեղյակ լսարանի վրա լուրջ տպավորություն թողնել, թե իրենք լուրջ գործ են անելու։ Ես կարծում եմ երկուսն էլ կա իրականում Անկեղծ եմ ձեզ ասում, ես չեմ կարողանում դեռևս արձագանքել այս խմբի տեքստերին, որովհետև հասկացել եմ, որ քաղաքական տեքստեր չեն հնչում։ Երբ որ քաղաքական տեքստեր կհնչեն եւ քաղաքականություն կմտնեն այս մարդիկ, ես որպես քաղաքական գործիչ հարկ կհամարեմ եւ կարձագանքեմ, բայց այս բանին նպատակահարմար չեմ համարում արձագանքել մարդկանց, որոնք քաղաքական տեքստեր չեն ասում եւ առասարակ տեքստեր չեն ասում, որը մտքի եւ բովանդակության հետ որևէ աղերս ունի եւ Հայաստանի Հանրապետության այսօրվա իրականության հետ որևէ աղերս ունի։ Մի կողմ դնելով այս մարդկանց Հայաստանի Հանրապետությունը այս պահին առաջ մեծ տեմպերով առաջ է շարժվում ուրեմն ապաշրջափակման քաղաքականության, խաղաղության օրակարգի, մեր հարևանների հետ հարաբերությունների հաստատման, ժողովրդավարության ամրապնդման, արդարադատության ամրապնդման, կրթության զարգացման ճանապարհով ենք մենք գնալու, որի ընթացքում ուրեմն Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն, սուվերեն պետություն, ապահովելու է իր քաղաքացիների բոլոր կարիքները, ամեն բան անելու է, որ ուրեմն լուծվեն սոցիալական խնդիրները մեր բնակչության, այդ ուղղությամբ բազմաթիվ քայլեր արդեն իսկ արված են, բազմաթիվ ձեռքբերումներ արդեն իսկ ունենք, բայց շատ անելիք էլ ունենք, պետք է անենք, բայց այդ ամեն ինչը պետք է արվի պետական ինստիտուտների եւ ինստիտուցիոնալ պետական մտածողության տիրույթում եւ ոչ երբեք։ Այս մեկը կգա մեզ սեղան կառնի, այս մյուսը կբերի մեր մոնիտորը կկախի, այս մյուսը մեզ տեսախցիկ կտա, այս մեկն էլ կբերի մեր միկրոֆոնը կդնի, այն մեկն էլ կբերի այստեղ լույսը կկախի։ Հասկանում ենք, չէ՞, որ սա ոչ մի բանի մասին է եւ սա պետության մասին չի։ Մենք պետություն ենք կառուցում եւ մեր քաղաքացիներն էլ մեր հետ այդ պետությունը կառուցում են այսօր։ Նրանք մի քանի դպրոցներ էին կառուցել իրենց այդ հիմնադրամով եւ վերջում բացահայտեցինք, թե ինչ որակի շինարարություններ են տեղ կատարվել եւ այդ ամենը ունենալով հանդերձ նրանք քննադատում են, որ շինանյութը թանկացել է այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անցյալ տարի Սուրբ Ծննդյան օրը գնաց Վանաձորի դպրոց եւ Կախիչի հետ կապված խնդիր առաջացավ։ Անկեղծորեն բովանդակային իմաստով չգիտեմ ինչ արձագանքեմ, բայց եթե շինարարությունների որակներից եւ ծավալներից են փորձում ինչ-որ բաներ ասել, կրկեսը թող գնան վերանորոգեն։ Իրանց երկար տարիներ իրանց կառավարման ներքո գտնվող հեծում խայտարակ վիճակ է։ Խայտարակություն է ուղղակի։ Երևանում է խայտարակություն, հեծի վիճակ էլ չեմ խոսում մարզերի մասին։ Խայտարակություն ամեն քամուց հետո մարզերում հոսանքազրկում։ Ես դա գիտեմ, բայց այնպես չի, որ Երևանում էլ այդ դեպքերը չեն լինում։ Եվ այս մարդիկ էլ մի հատ խոսում են կառավարման որակից, խոսում են պետական ապարատի աշխատավարձներից, չգիտեմ ինչերից, երբ որ այս երիտասարդը մեկը հեծից միլիոնավոր դրամներ աշխատավարձ է ստացել եւ իրանց հետ փոխկապակցված անձինք, որը մեր գրպանից են ստացել, ոնց որ թե չէ մենք ենք այդ հոսանքի վարձավճարները տալիս։ Խոսենք նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններից, որքան մոտենում է այդ օրը, քաղաքական ուժերը ակտիվանում են, ակտիվության հայտ է ցուցաբերել նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, նա հայտարարել է, որ մասնակցելու է ընտրություններին, ինչ կանխատեսումներ ունեք ընտրություններից առաջ եւ ինչպիսի դասավորումներ կունենան։ Գիտեք, էլի ես ուզում եմ, որ մենք ելնենք դրանից, թե ինչ ենք մենք անում։ Ես չգիտեմ դա լավ արձանագրում է, թե վատ արձանագրում է, բայց ըստ էության իրականությունն այն մասին է, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է այս պահին միակ ինստիտուցիոնալ կուսակցությունն է, որը պայքարում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության համար, որը պայքարում է խաղաղության օրակարգի համար, որը պայքարում է հարևանների հետ հարաբերությունների հաստատելու համար, որը պայքարում է ապաշրջափակման համար, տնտեսական զարգացման բարձր կրթական որակ ունենալու համար, օրինակ չեմ կարծում, որ պարոն Ծառուկյանը դրա համար է պայքարում, հատկապես բարձր կրթության որակի մասով։ Իսկ մնացած ուժերն էլ հատկապես պայքարում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը նվազեցնելու համար։ Որոշ արտախորհրդարանական գործընկերներ ունենք,
որոնք աջակցում են մեր այս օրակարգին, բայց այդ ուժերն էլ ըստ էության այն ինստիտուցիոնալ ուժերը չեն, որոնք ցավոք սրտի կկարողանան օրինակ խորհրդարանական ընտրություններին իմ պատկերացրած արդյունքները գրանցեն։ Ես շատ կուզեի, որ իրապես ժողովրդավար, իրապես Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության մասին մտածող ուժեր ստեղծվեին եւ գային եւ ըստ էության մեզ քննադատեին, մեզ հակակշիռ լինեին եւ մենք ավելի որակով ու լավը կդառնայինք, ավելի լավ կաշխատեինք վստահաբար, քան այս ընդդիմության պայմաններում։ Մենք մեր օրակարգով ենք առաջ շարժվելու, անկախ նրանից ով կառաջադրվի, ինչպես կառաջադրվի, ինչ անունով կառաջադրվի։ Մենք ասել ենք, որ մեր ռազմավարության հիմքը Հայաստանի 4-րդ հանրապետության հռչակումն է, խաղաղության օրակարգն է եւ ուրեմն ճանապարհների ապաշրջափակումը։ Ծառուկյանը հայտարարել էր, որ Սամվել Կարապետյանը իր ընկերն է։ Հնարավոր համարում եք միանան Ծառուկյանին եւ մի թեւով հանդես գան։ Գիտեք, ֆորմալ առումով ես չգիտեմ ով ում հետ կմիանա, դաշինք կկազմի թե չի կազմի, բայց իրականության մեջ բոլորն էլ իրար ընկերներ են։ Խի Ռոբերտ Քոչյանը չի Սամվել Կարապետյանի ընկերը, կամ Սերժ Սարգսյանը չի Սամվել Կարապետյանի ընկերը, կամ Գագիկ Ծառուկյանը չի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչյանի մտերիմը։ Անկամ անկախ են հանգամանքից, թե ինչ արեցին Գագիկ Ծառուկյանի հետ Սերժ Սարգսյանը եւ իր թիմակիցները, անկախ այդ հանգամանքից, որտեղ հիմա կա քաղաքական նոր իրավիճակ եւ ոնց որ թե կարելի է մոռանալ նախկինում տեղի ունեցած իրադարձություններ, ինչպես օրինակ Վարդանիկն է մոռացել իր վերակատարված մահափորձի ուրեմն փորձը եւ իր գնահատականները դրա մասին։ Այսինքն քաղաքական նոր իրավիճակը այս մարդկանց նոր իրավիճակի մեջ է դնելու, բայց ինչ վերաբերում է որ սա նրա ընկերն է եւ կամ այս մեկն է նրա ընկերը, բոլորն էլ իրար ընկերներ են եւ իմ ասածը հենց այդ է եւ փորձ են անելու իմ կարծիքով էլի փորձել գողանալ ժողովրդի քվեն հենց Գյումրու օրինակով, բայց մեր քաղաքացիների համար Գյումրին շատ լավ օրինակ է, թե ինչ է տեղի ունենում, երբ որ մեր քաղաքացիները մի քիչ թուլանում են եւ մի քիչ սկսում են վստահել ոչ այդքան վստահելի մարդկանց։ Եվ մենք ունենք համապատասխան օրենքը կուսակցությունների ֆինանսավորման հետ կապված, բայց ժողովուրդը թերահավատ է, որ կարող են օրինակ արգելել որևէ կուսակցության, ենթադրենք առաջադրվել առաջիկա խորհրդանական։ Չէ, դե արգելելու մասին, եթե իրավական որևէ խոչընդոտ չլինի, բնականաբար մենք որպես Հայաստանի Հանրապետության կառավարող թիմ տեխնիկապես էլ լծակներ չունենք, ինչ որ մեկին մենք չենք թողող կամ չթողողը, որ մարդիկ առաջադրվեն կամ չառաջադրվեն, կան օրենքներ եւ կան այդ օրենքների համար նաեւ բացառություններ, ով կարող է առաջադրվել, ինչ դեպքում կարող է, ինչ դեպքում չի կարող։ Եվ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված կարգով յուրաքանչյուր քաղաքական ուժ կարող են ձևավորվել նախ, որը որ նաեւ տեսնում ենք, որ ձևավորման ինչ-որ process-ներ են գնում եւ նաեւ առաջադրվել մասնակցել ընտրություններին եւ քաղաքացին կտա իր գնահատականը, ինչպես օրինակ տվել է 2021 թվականին։ Մենք բաց ենք, շատ ուղիղ ասում ենք, ինչ քաղաքականությամբ ենք առաջ շարժվելու, մեր քաղաքացիներին հստակ ասել ենք, որ ակնկալում ենք սահմանադրական մեծամասնություն ունենալ հաջորդ խորհրդարանական ընտրություններին, հստակ ասել ենք, որ սահմանադրական մեծամասնություն ստանալուց հետո գնալու ենք նոր սահմանադրության ձևավորման համաժողովրդական քվեարկության միջոցով եւ կարծում եմ սրանից ավելի ուղիղ եւ պարզ մեր քաղաքացիների հետ չենք կարող լինել, այսինքն էլ ասելիք չկա, ամեն բան ասել ենք մեր քաղաքացիների համար, մեր քաղաքացիներին եւ ըստ էության մեր ժողովուրդն էլ իր ընտրությունը պետք է կատարի եւ ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը ընտրելու է խաղաղությունը, մեր ժողովուրդը ընտրելու է ինքնիշխանությունը, մեր ժողովուրդը ընտրելու է անկախ եւ ազատ Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալություն։ Ես շնորհակալ։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հետ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։